Ես ընդհանուր Կարենը պատկանում ես տեսակը։ Կարենն ապագա անասնաբույժ է, թեև դեռ Agrարային համալսարանի առաջին կուրսում է սովորում, բայց արդեն հմտորեն դնում է վիրահատական կարերը, ցուցադրում մասնագիտությամբ հետաքրքրված դպրոցականներին։ Պատանիներն ու շուրջ 35 կազմակերպություն մասնակցում են Global կրթություն Expo 2026-ին։ Ցուցահանդեսի մասին տեղեկացված են բոլորը, Հայաստանի Հանրապետության բոլոր կրթական հաստատությունները, բարձրագույն ուսումնական հաստատություններից սկսված մինչև փոքր կրթական ինչ-որ կենտրոններ, ովքեր զբաղվում են ռոբոտաշինությամբ, լեզվի կենտրոններ, ծրագրավորման ինչ-որ դասընթացներ։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու կրթական, կրթաթոշակային, փոխանակման ծրագրերին, նաև բուհ ու քոլեջ ընդունվելու պայմաններին։ Էքսպոյին տաղավար ունեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուսումնական հաստատությունները։ Մենք ունենք 6 մասնագիտություններ այս պահին առկաբաժնում, դրանք են առևտուր, բանկային գործ, գյուղատնտեսություն, հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, ռեսուրսը, սպասարկման կազմակերպ։ Մենք ներկայացնում ենք Խաղաղ Էջմիածնում գտնվող լեզուների կենտրոնը, որը 0-ից ուսուցանվում է մինչև միջազգային քննություններ։ Կենտրոնում ուսուցանվում է 5 լեզու, դեռևս 5 լեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն։ Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ, որում դիմորդը կգտնի իրեն անհրաժեշտ տեղեկությունը, շփվելով մասնագետների ուսումնական գործընթացը կազմակերպողների հետ։ Այստեղ անելիք ունեն նաև ուսանողները, քանի որ ներկայացված են նաև բուհերի մագիստրոսական ծրագրերը։ Այսօր Global Education Expo 2026-ի շրջանակներում ներկայացնում ենք Հայաստանի ազգային Agrարային համալսարանը, մեր ֆակուլտետները, 5 գերակա մասնագիտությունները, այն բոլոր հնարավորությունները, որոնք որ Agrարային համալսարանն ընձեռում է ապագա ուսանողներին։ Կազմակերպիչները վստահեցնում են, նախաձեռնությունը կլինի շարունակական։ Իդեպ Global կրթություն Expo 2026-ը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Արամ Մարանդյան, Էդգար Դավթյան, լուրեր։